Խոսնակ Էդվարդ Շարմազանով, համեցեք պան Շարմազանով։ Շնորհակալություն, հարգելի տիկին փոխխոսնակ, սիրելի հայրենակիցներ, քաղաքական աշունը մտել է իր իրավունքների մեջ, քաղաքական օրակարգի հիմնական հարցերը սահմանական բարեփոխումների փաթեթի քննարկումներն են, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Անդրադառնալով սահմանական բարեփոխումների փաթեթի քննարկմանը, պետք է արձանագրել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը ակտիվ մասնակցում է դրանց, այսինքն քաղաքական կոնսոլիդացիան այլևս փաստ է։ Ուշագրավ է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլ նաև հասարակական լայն շրջանակներ, ինչը բնորոշ է մայր օրենքի քննարկումներին։ Բնականաբար, եթե կան կողմնակիցներ, կլինեն նաև ընդդիմախոսներ։ Այդուհանդերձ տարակուսելի է, որ ընդդիմախոսների մեծ մասը գրեթե որևէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացնում եւ փաստաթուղթը քննադատելու փոխարեն հանդես է գալիս իշխանապողության կոչերով։ Հարկ է նշել, որ բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանապողության հասնում են բացառապես ընտրությունների միջոցով։ Մինչդեռ կիրակի մեր երկրի մի շարք համայնքներում կայացած ընտրություններում ընդդիմության այդ հատվածը մրցակցային թեկնածուներ չունենալու պատճառով չմասնակցեց այդ ընտրություններին։ Կարծում եմ, այս փաստը պետք է մտահոգիչ լինի նախ եւ առաջ ընդդիմության այդ հատվածի համար։ Հարգելի գործընկերներ, Ադրբեջանը մերժելով բանակցային գործընթացում արկա սկզբունքները եւ համանախագահ երկրների կոչերը, ամռան ընթացքում շարունակեց ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Նման վարքագիծը անթույլատրելի է եւ դատապարտելի։ Այսօր Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում հանրապետության նախագահը նշել է. մեջբերում եմ, ադրբեջանական կողմի իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից adekvat արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով, մեջբերման ավարտ։ Բանակցությունները փակուղի տանելու Ադրբեջանի բոլոր ջանքերը ենթակա են դատապարտման։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ։ Մինչ Ադրբեջանի իշխանությունները ապակայունացման փորձեր են կատարում, Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը։ Դրա վառապացույցը Արցախի հանրապետությունում տեղի ունեցած դիմընտրություններն էին, որոնք վերահաստատեցին Արցախի ինքնիշխան եւ ժողովրդավարական լինելու փաստը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն, պարոն Շարմազան։